Ես ձեզ ասում եմ կգա ոգուսով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հափրած որկորով, հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Ով եմ ես վեհափառ սարերի արծիվ եմ, ես կայծակ եմ մռայլ ամպերի մեջ, ես առյուծ եմ անապատի մեջ և փոթորիկ ծովերի վերա, իմ հոգին տիեզերքի չափ մեծ ամբողջապես բանաստեղծություն է, ես բանաստեղծ եմ, ժամանակի և ժողովրդի հոգու տերը, ես եմ, ամեն ինչ կմեռնի, հարստություն, գանձ և գահ, բայց ես կմնամ անմահ, և որքան էլ իմ ներկա պայմանները ծանր լինեն, ես գրանիտի պես կմնամ և ցույց կտամ իմ մարգարեական, բանաստեղծական անհուն հոգին, արևի պես կայրվիմ ու լույս կտամ, ջերմություն կտամ, ես հավատում եմ իմ ուժերին և ամբողջ հայ ժողովուրդը հավատում է ինձ։ Այս խոսքերը Ավետիք Իսահակյանը գրել է ուղիղ 121 տարի առաջ 1904 թվականի նոյեմբերի 9-ին Աննա Մատակյանին ուղված նամակում։ Այսօր հայ ժողովուրդը իսկապես հավատով, սիրով և մեծ ակնածանքով նշում է վարպետի Հոբելյանը 150-ամյակը, իսկ մենք Գյումրիում ենք Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում և ես կզրուցեմ թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանի հետ։ Բարի երեկո, սիրելի տիկին Վիրաբյան։ Բարով եք եկել, ուրախ ենք ձեզ հյուրընկալելու Իսահակյանի պապենական տանը։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալեցիք։ Գիտեք, տիկին Վիրաբյան, շատ եմ մտածել այս տարվա շրջանակներում, քանի որ տարին համարում ենք իսահակյանական և հոբելյանական տարի է, որ անպայման պետք է հաղորդում ունենանք նվիրված մեծ վարպետին և հասկացա, որ այդ հաղորդումը պետք է նկարվի Գյումրիում և հենց նրա տուն թանգարանում, որովհետև Իսահակյանը իր ամբողջ կյանքում իրեն համարեց գյումրեցի, կարոտով ապրեց, շատ երազում էր, որ ավելի երկարատև ժամանակ ապրի հայրական տանը և կարծում եմ այսօր սենց միջավայրը, պատերը նույնիսկ մեզ ուժ են տալու, որ մենք մի քիչ վարպետին վայել հաղորդում կարողանանք ունենալ։ Ճիշտ եք, հարգելիս, որովհետև իսկապես ինքը հայրական տունը, այս պապենական տունը այնքան շատ էր սիրում, որ երբ 36 թվականին ընդմիշտ վերադարձավ հայրենիք, նրան կառավարությունը տուն տվեց Երևանում և ինքը ցանկացավ, որ այնպայման այդ տունը լինի նման իր պապենական տանը սև տուֆից։ Շատ սիրում էր այս տունը, շատ երազում էր երկար ապրել, ցավոք նա շատ քիչ ապրեց, ընդամենը 36 տարի, չնայած որ այդ տարիներին նա եղել է ուսանող։ Եվ գիտեք, ամեն անգամ իր հիշողությունների մեջ ասում էր, սիրում եմ այդ հայրական տունս և ծուխն եմ միշտ հիշում, որից առնում էր մորս կերպարը, անչափ կարոտում եմ մորս և կուզենայի, որ ամեն գիշեր ոչ թե բարձր թռչեի մորս կարոտից, այլ գլուխս դնեի մորս ծնկներին, լայ հառաչեի, դարդերիս փալասանը միայն նա էր և համոզվեցի, որ աշխարհում միակ Աստվածս մայրս է մնացել։ Եվ ասել է միայն մայր ունենալու համար արժեր աշխարհը։ Տիկին Վիրաբյան, ինչպես մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները, գիտեմ, որ հոկտեմբերի 25-ին մեկնարկը տրվեց, չէ, Գյումրիում, եւ ինչպես է Գյումրին տոնում մեծ վարպետի ծննդյան 150-ամյակը։ Գիտեք, հպարտություն է Գյումրիում, որովհետև նա մեր տան տղեն է, բայց ասեմ, որ ոչ միայն ամբողջ հանրապետությունը, տարբեր երկրներից էլ ենք ունեցել այցելուներ, որոնք գիտենալով հանդերձ, որ Իսահակյանի 150-ամյակն է մեզ մոտ հյուրընկալվել են։ Ոչ միայն այս հոկտեմբեր ամիսներ, այլ ամբողջ տարիներ իսահակյանական։ Այո։ Ամեն տարվա հոկտեմբերը մեզ մոտ բնականաբար իսահակյանական է, քանի որ եւ ծնունդն է եւ մահվանորն է։ Այո, հոկտեմբեր։ Մենք գիտենք, որ Իսահակյանը աշնանն է ծնվել, աշնանպես բերքարատ, աշնանպես պեղուն գրիչ ուներ եւ անվարել է իր ամբողջ ժառանգությունը թողնելով հայ ժողովրդին հեռացել հոկտեմբերին, ինչպես մենք ծմրանն ենք պատրաստում, ինք ամբողջ ազգի համար մեծ
պաշար թողեց, որ մենք կարողանանք միշտ ծնվել այդ պաշարից։ Եվ ամբողջ տարին պատկերացրեք, երևի շրջավերականներ էր ուղարկված դպրոցներին, որովհետև գրեթե բոլոր մարզերից դպրոցահասակներ եկել են, ուսանողներ եկել են տարբեր խավի հասարակության մարդիկ, հենց Իսահակյանի 150-ամյակին հոկտեմբերը շատ առատ էր։ Տիկին Միրաբյան, եթե սխալվում եմ ուղեք, բայց ես գիտեմ, որ թանգարանն էլ հիմնադրվել է 1975 թվականին եւ փաստորեն թանգարանի համար էլ հոբելյանական տարի է, 50 տարի, կես դար, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, այսինքն հայրական տունը որպես թանգարան արդեն գործում է Գյումրիում։ Նախ ես ձեզ եմ շնորհավորում, որ այս հոբելյանական տարին դուք նշում եք եւ հենց դուք եք տնօրինում թանգարանը, ինչ ունի կես դար անց այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ինչ ձեռքբերումներ, ինչ արդյունքներ, ինչ փոխեց այս թանգարանը Հայաստանի, հայ մարդու, հայ ժողովրդի մշակութային կյանքում։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ 1975 թվականին է բացվել թանգարանը, տունը դարձել է թանգարան Կարեն Տեմիրջյանի օրոք, նրա նախաձեռնությամբ այստեղ եղել են տարբեր ընտանիքներ ապրող, քանի որ մինչև 50-ական թվականները Իսահակյաններն են ապրել, այնուհետև մի մասը Երևան է գնացել, մի մասը արտասահման, բնակեցել են տարբեր ընտանիքներ։ Հետագայում բարելավման կարգով տվել է բնակարաններ եւ տունը դարձել է թանգարան։ Կես տարյա պատմություն ունի այո թանգարանը, որը գիտեք պահել է մշակույթը։ Այստեղ ոչ միայն իրերն են խոսում Իսահակյանից, այլև այստեղ ոգի կա։ Մի տեսակ մարդիկ որ գալիս են, այստեղ ոգեղենն են զգում, որովհետև այն իրերը, որոնք այսօր դուք տեսնում են, դրանց բոլորի հետ շփվել է Իսահակյանը։ Նրա շոշոպը գյումրեցին ասեր, նրա շոշոպը մնացել է ստան մեջ։ Կես տարյա պատմության մեջ մենք կարողացել ենք մշակույթը ներկայացնել մեր այցելուներին եւ ոչ միայն Իսահակյանի ստեղծագործությունը, այլև պահպանվում է այստեղ Գյումրեցու կենցաղը, մեր խոհանոցը, մեր թոնրատունը, որը գիտեք իհարկե արդեն երևի ծանոթ եք, որ հենց թոնրի շուրջին էլ ծնվել է վարպետը։ Այս ամենը խոսում է մեր կենցաղի մասին եւ նրան զարգացածության մասին, թե այդ տարիներին ինչպիսի զարգացածությամբ են ապրել Իսահակյանների գերդաստանը այստեղ, որովհետեւ մարդիկ ունեցել են համապատասխան բոլոր հնարավորությունները պահպանելու եւ սերունդներին փոխանցելու։ Տիկին Միրաբյան, արհեստական բանականությունը, նորարարական տեխնոլոգիաները այլևս իրականություն է եւ ես հիմա այսօր ինչքան հասկացա արհեստական բանականությունը մուտք է գործել նաեւ թանգարան, ես ձեզ եթերից դուրս էլ ասեցի մի քիչ իհարկե դեռ տարօրինակ է եւ հետաքրքիր է թե ինչ կասեր Իսահակյանը, եթե իմանար, որ թանգարանում գործում է արհեստական բանականություն եւ հնարավորություն է տալիս Իսահակյանի ձայնով խոսել կամ ասեցիք ճամփորդություն դեպի անի կատարել, դուք սա ինչպես եք գնահատում եւ օրինակ ինչպես եք կարծում թանգարանի գործունեության համար սա դրական ազդակ է, նախ մի փոքր ներկայացրեք ինչ է ներմուծվել, այցելուները այսուհետ ինչ են տեսնելու եւ իհարկե ձեր գնահատականը 150-ամյակի առիթով մենք դրամաշնորհային ծրագիր շահեցինք, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը աջակցեց այդ ծրագրին եւ մենք ունեցանք հոլոգրաֆիկ կերպարը վարպետի, այսինքն մենք կարող ենք այցելուներին ներկայացնել մեր վարպետին, նույնիսկ կարող են նրանք խոսել ընթացքի մեջ է դերևս ավարտված չէ աշխատանքը, ընթացքում նաև այցելուները կկարողանան իրենց հարցերը առաջադրել, կստանան պատասխաններ եւ նույնիսկ կլինի այնպիսի մի բան, որ հիշողությունը կմնա 2 ամիս, եթե դուք նորից այցելեք, ձեր հարցադրումը կրկնելով ինքը կկարողանա պատասխանել ձեզ հիշելով։ Եվ ունենք նաև վիառակնոցներ, որոնցով կարող ենք ճամփորդել անի եւ այստեղ արդեն անին կտեսնենք վերականգնված, ինչպես երազում էր Իսահակյանը, այսինքն երազած անին, որ շատերիս համար երազանք է, կարող են արդեն վերականգնված տեսել վիառակնոցներով, որի փողոցներով նորից կշրջի Իսահակյանը, կկարողանաք մտնել այն 9 եկեղեցիները, որոնք անիում են,
ձեր աղոթքն անել, ձեր խնդրանքը տալ, ինչպես նաև կարողանաք մտնել տներ, որտեղ ապրել են հայերը, եւ ծանոթանալ այդ տան կենցաղին, մարդկանց, նրանց ավանդույթներին, այսինքն այդ ընտանիքի հետ կարողանաք ծանոթանալ։ Ընթացքի մեջ են այդ բոլոր աշխատանքները, որոնք պիտի կարողանանք մենք մարդկանց ներկայացնել։ Ինձ թվում է, որ այս ամենը, այս նորարարական տեխնոլոգիան հնարավորություն կտա, որ մենք ավելի շատ այցելուներ ունենանք, հետաքրքրությունը շատ կմեծանա, բնականաբար բոլորն են երազում անիում լինել, եւ այսօր այդ հնարավորությունը թանգարանը կունենա, եւ մարդիկ կարողանան գոնե վիարագնոցներով շրջել անիում։ Դրա մասին դուք արդեն հայտնել եք, հասարակությանը գիտեն։ Հասարակությանը հայտնել ենք, որտեղ ամսի 25-ին, երբ Իսահակյանին նվիրված փառատոներ բավականին արդեն մարդիկ այդ վիարագնոցներից օգտվեցին, իսկ 30-ին, որն արդեն նրա 150-ամյակներ եւ 29 մեր թանգարանի բացման 50-ամյակներ, այդ օրերին էլ մարդիկ օգտվել են վիարագնոցներից, տեսել են, ասեմ, որ ուրախություններ եւ զարմանքներ շատ եւ ուրախությունը եւ ցնծությունը մարդիկ հիացած էին։ Արդեն հայտարարվել է եւ դերևս լրիվ վերջացրած չէ, բայց շուտով կունենանք շատ ավելի կազմակերպված միջոցառումներ այդ ուղղությամբ։ Տիկին Միրաբյան, տեսեք, մենք խոսում ենք արհեստական բանականությունից, նոր տեխնոլոգիաներից, ողջունելի է, սա արդեն փաստ է, լինելու է։ Դուք ասում եք, որ շատ հաճախ դպրոցականներ են լինում թանգարանում տարբեր մարզերից։ Այսօր դպրոցականներին Իսահակյան բացատրելը եւ երբ որ օրինակ գալիս են էքսկուրսիաների, ձեր էքսկուրսավարները իրենց մոտեցումներում ինչ որ բան փոխել են, որ ավելի հեշտ բերեն երեխային կամ ավելի ճիշտ ներկայացնեն, որտեղ գիտեք շատ ենք բողոքում, չէ, ասում ենք չեն կարդում երեխաները, չեն հետաքրքրվում, թանգարանային կյանք, գրադարանային կյանք, ինչ որ քիչ-քիչ ետ նահանջ ունի, դա փաստ է, բայց նաև չի կարելի սերունդը մեղադրել, որտեղ կան հնարավորություններ, որոնք իրենց տալիս են ավելի հեշտ միջոցներ։ Հիմա մենք ասում ենք տեխնոլոգիա, այդ նույն Իսահակյանին կարող է երեխան աուդիո միացնի ու այսպես լսի։ Այն որ ասում են դա չարիքների մեջ փոքրագույնն է, բայց դա իհարկե Իսահակյան ընթերցել չէ։ Հիմա էքսկուրսավարները ինչպես են անում, այն նույն ստանդարտներով են, ինչ որ օրինակ էքսկուրսիա անցկացնում էին 20 տարի առաջ, 15 տարի առաջ, ել չեմ ասում 30 թե 50 տարի առաջ, թե ուզում եք ինչ որ այլ մոտեցումների վերջո երեխաներին ցույց տալ։ Ես ձեզ ասեմ, որ գիտեք, էքսկուրսիաները մենք կարողանում ենք տարբեր տարիքային խմբերի հետ տարբեր վարել։ Հրաշալի էքսկուրսավարներ ունենք, որոնք իրենց խոսքը համեմում են եւ բանաստեղծական խոսքով եւ երգելով նույնիսկ, քանի որ Իսահակյանը 160-ից ավելի ստեղծագործություններ ունի, որոնք դարձել են երգեր, ու շատերը երգում են չիմանալով, որ դրանք պատկանում են Իսահակյանի գրչին։ Տեխնոլոգիան շատ լավ է, բայց մարդկային շփումը ես արժևորում եմ ավելի շատ, որովհետեւ դուք այդ էմոցիան, որը ստանում եք կենթանի մարդուց, չեք կարող ստանալ ենթադրենք աուդիոյով։ Եվ մենք պատկերացրեք, որ էքսկուրսիաների ժամանակ տեսնում ենք եւ հուզված մարդիկ, եւ ուրախացած մարդիկ, եւ զարմացած մարդիկ, իսկ դա միայն էքսկուրսավարի էմոցիաների շնորհիվ է։ Ինչպես է այսօր սերունդը ընկալում Իսահակյանին ոչ միայն որպես բանաստեղծի, այլ նաեւ որպես հայրենասեր մարդու, ով եղել է նաեւ ազգային ազատագրական պայքարի ակունքներում, այդ մասին խոսվում է էքսկուրսիաների ժամանակ։ Անպայման։ Իսահակյանին մենք ներկայացնում ենք ոչ միայն մեծ քնարերգու, ոչ միայն հայրենասեր, մենք նաև ներկայացնում ենք այն նեմեսիս գործողությունները, որի ընթացքում շատ մեծ ներդրում ունի Իսահակյանը, քանի որ հենց ինքն է ճանաչել Թայլատին, ինքն է ցույց տվել Թեյլերյանին եւ դիմացի մայթին էլ կանգնած ինքը սպասել է, եթե Թեյլերյանը չկարողանար գործնավարտին հասնել, դա ինքն էր անելու։ Ինչպես էր ասել, ես Թայլատին ճանաչեցի աչքերից, եւ հարցնում են թե բայց ինչպես ասում եմ, ես տարիներ առաջ նրան տեսել եմ Ստամբուլում, ես հենց նրա արյունոտ աչքերից էլ ճանաչեցի նրան։ Եվ ունենալով համաշխարհային ճանաչում, հարգանք վայելելով, նա կարողացավ նույնիսկ դատավարության ժամանակ իր գործը կատարել եւ Թեյլերյանին արտարացրեցին, որ
ասաց ես մարդ եմ սպանել, բայց մարդը սպան չեմ։ Տիկին Միրաբյան, ես Իսահակյանի սիրային նամակները ընդհանրապես պարբերաբար ընթերցում եմ, հիմա հաղորդումից առաջ էր նաև այնտեղ Վիկտորիա Աբովյանին դերասանուի, Խաչատուր Աբովյանի թորնուհին էր, չէ, մի այսպիսի տողեր կարդացի, գրում է մարդ պիտի գիտակցաբար, թե անգիտակցաբար մի քիչ էլ երազներով ապրի, մինչև որ երազները ձև ստանան։ Հիմա ըստ ձեզ Իսահակյանի երազները որոնք էին եւ այսօր մենք կարողանում ենք իրականացնել այդ երազները։ Գիտեք, Իսահակյանը նախ երազող էր եւ ինքը ասում էր պիտի մարդ երազել իմանա։ Երբեք չպիտի իր տարիքը ինքը հաշվի առնելով արդեն ավարտված համարի երազը։ Քանի ապրում ես, այդքան պիտի երազես։ Մինչև կյանքի վերջի րոպեն էլ մարդ պիտի երազել ունենա, երազ ունենա։ Գիտեք, Իսահակյանի համար շատ սերեր են եղել։ Զարոյից հետո ինքը այդ մանկական սիրուց հետո նոր ոց բարեց Աստված նրա հոգում եւ ինքը սիրահարվեց Շուշիկին։ Սիրահարվեց անմնացորդ, սիրեց Շուշիկին այնպես, ինչպես կսիրեր մորը, հայրենիքին։ Մինչև կյանքի վերջին շունչը ինքը սիրահարված մնաց Շուշիկին։ Ամուսնացավ, ունեցավ ընտանիք, Տիկին Սոֆին արտակարգ կիներ, նեցուկ նրան սատարում էր ամեն հարցում, բայց միևնույնն է գիտեր, որ սերը Շուշիկինն է։ Եվ ի վերջո այլ կանայք էլ եղան նրա կյանքում, բայց մեջ ինքը Շուշիկին փնտրեց։ Փնտրեց Շուշիկին եւ չկդավ այդ սերը։ Նույնիսկ Աննիկի մեջ ինքը անհամեմատելի էր Շուշիկը բոլորի հետ։ Շուշիկին սիրում էր անմնացորդ սիրով, դուժեց բանաստեղծի անձնականը, բայց շահեց մի ողջ ժողովուրդ, որին դարձնելով մուսա Շուշիկին թողեց հարուստ ժառանգություն։ Իսահակյանը մինչև վերջի շունչը սիրահարված մնաց Շուշիկին, եւ այդ սերը դարձավ հարուստ գրական ժառանգություն։ Դա էր օգնում միշտ երազել։ Այո։ Եվ հայրենասեր էր, անչափ սիրում էր, ուզում էր իր հայրենիքը տեսնել ազատ, անկախ, մարդուն ուրախ տեսնել եւ այդ իր մանկության, այդ ճոխ մանկության եւ պատանեկության հասակի անբարած ապաշարներ ինքը կարողացավ ստեղծագործությունների մեջ ներկայացնել։ Տալ այն մեծ սերը, թե որքան բնությունը անհրաժեշտ ապաշարներ է տալիս մարդուն։ Այդ մանկության հուշերը, պատանեկության այդ փոքրիկ սերերը, այն ընտանեկան կորովանքն ու ջերմությունը, թե որքան անհրաժեշտ է մարդուն հետագա կյանքը կառուցելու համար։ Մանկությունից է սկսվում ամեն ինչ։ Տիկին Միրաբյան, եթե լիներ այնպիսի հնարավորություն, որ օրինակ այստեղ հավաքվեին հարյուրավոր, հազարավոր երիտասարդներ, դպրոցականներ եւ դուք հնարավորություն ունենայիք նրանց խոսք ասելու, Իսահակյանի կյանքից մի դրվագ պատմելու, մի դրվագ, եթե լիներ մի դրվագի հնարավորություն, ոչ թե sense կենսագրականը, այս թվականից, այլ դրվագը դուք ինչի մասին կխոսեիք որպես տնօրեն, եթե ունենայիք այդ հնարավորությունը։ Գիտեք ինչ, ես կխոսեի նրա մարդ տեսակի մասին։ Անդեղտության ցուպը ձեռքին աշխարհից աշխարհ թափարեց։ Շատերի հետ նստեց սեղան, շատերի հետ վիճեց, շատ մարդկանց ճանաչեց մարդուն, որը կարող է լինել իշխող ու գեղեցող, մարդուն, որը կարող է լինել աշխատող, դառը դատող ու դատարկ նստող։ Ճանաչելով մարդուն, թափառելով աշխարհից աշխարհ, Իսահակյանը փոխեց իր հագուստը, բայց ինքնությունը մնաց նույն Ալեկ Վոլցիավուն։ Երբեք չտավանեց իր արմատներին, մնաց հավատարիմ իր ավանդույթներին, իր հայրենի բնությանը, հայրենի օջախին։ Նա ինչքան գալիս էր Ալեկպով, հանդիպում էր այն բոլոր մարդկանց, ում հետ մեծացել էր, ում հետ հաց էր կերել, երբեք չմեծամտածավ, երբեք փառքը նրան չշլացրեց։ Եվ ասել է, որ բանաստեղծը պիտի չընկնի փառքի, փողի, անունի հետևից, նա տիեզերքի հետ գործ ունի, իր կրչով հատում է տիեզերքը, նա պիտի պատասխանատու լինի իր յուրաքանչյուր բառի ու խոսքի համար։ Տիկին Միրաբյան, գյումրեցի այցելուները երբ գալիս են, եւ օրինակ Հայաստանի տարբեր մարզերից կամ Երևանից, դուք տարբերություն զգում եք, գյումրեցիները տանտիրոջ իրավունքով են, իրենց մեջ նույնիսկ թանգարան այցելելու պահերին դա կա, որ Իսահակյանը իրենցն է ի վերջո։ Գիտեք ինչպես, ուրեմն եթե նույնիսկ
գյումրեցիների տունը հյուրեր են գալիս, իրենք պատվով են բերում այստեղ, որ տեսեք, թե ինչպես են ապրել գյումրեցիները։ Գյումրեցիները միշտ տեսած են եղել, միշտ հյուրընկալ են եղել, միշտ հյուրասեր են եղել, միշտ ջերմ են եղել, եւ այստեղ կարծես թե բոլոր իրերը ջերմությունը հաղորդում են մարդկանց։ Իսկապես հյուրերը շատ զգացված են գնում, տեսնելով նրանց կենցաղը, նրանց ապրածը, նրանց նիստուկածը, թե ինչպիսի տանն են ապրել, հետո մեծ գերդաստանով են ապրել։ Սա պապենական տուն է, որը պապը Նիկողայոսը պատրաստել է երկու որդիների Սահակի ու Սիմոնի համար։ Այն ժամանակ բաժանություններ չի եղել եղբայրների մեջ։ Ընդհանուր սեղանից են օգտվել, ընդհանուր ճաշ են կերել, ընդհանուր խոհանոց են ունեցել, այսինքն իմը, քոնը, մերը, ձերը չի եղել։ Երեխաներին բոլորը նույն խնամքն են տվել, չեն մտածել, որ սա իմ երեխան չի։ Այդ ավանդույթները այստեղ, երբ մենք պատմում ենք էքսկուրսիաների ժամանակ, մարդկանց համար եւ հաճելի եւ զարմանալի։ Շատ բան է փոխվել։ Այսօր նույնիսկ հայ մարդու համար։ Հայ մարդու համար տեսեք, մենք ունենք մառան, որտեղ նախկիններում կանայք ընդհանրապես ձեռներեց կանայք հատկապես ամբարում էին ամեն ինչ, սկսած սոխից, սխտորից, բաններից, թթուների տեսակներից, ամեն ինչ պիտի ունենար կինը, որովհետև ուշ աշնանից մինչև գարնանկլուխ հյուրընկալությունները սկսվում էին, իսկ հյուրերը գալիս էին առանց զգուշացնելու, առանց թույլտվության, ցավոք այսօր մեկը մյուսի տուն ացելելու համար անպայման թույլտվություն են վերցնում։ Գալիս էին ոչ թե օրով, ժամով, գալիս էին նույնիսկ ամիսներով։ Իսկ տանտիկինը պիտի կարողանար հյուրընկալել այդ մարդուն եւ նա այնպիսի տպավորությամբ պիտի գնար, որ հաջորդ ծմրանը նորից հյուրընկալվել։ Դա մեծ պատիվ էր ընտանիքի համար։ Եվ այդ բոլորը ես երբ մենք ներկայացնում ենք այցելուներին, մարդիկ զարմանում են, ոնց կարող են մարդիկ գալ, մնալ օրերով, շաբաթներով կամ առանց զանգելու, առանց թույլտվությամբ, գուցե մարդը հնարավորություն չունի, այն ժամանակ չենք հարցնում հնարավորություն կար թե չկար, սպասում ենք հյուրերին, սպասում ենք սերդաբաց։ Բայց ինչու էսպիսին է դարձանք, Տիկին Միրաբյան։ Ես չգիտեմ, երևի շատ դարձանք Եվրոպամոլ։ Մտածեցինք, որ այդպես է ճիշտ, ինքնուրույն ապրել, մենակ ուտել, մենակ մենության մեջ ապրել, մենք մեր ընտանիքը, մենք մեր, չգիտեմ, մենք մեր երեխան, փոխվեց։ Չնայած ասեմ, որ Գյումրիում դերևս կան ընտանիքներ, որ այդ ավանդույթներին հավատալիմ են մնացել, հա։ Դերևս մենք չենք այդքան շատ ցույցվել Եվրոպականին։ Գյումրին պահում է։ Պահում է, դե ավանդական քաղաք է Գյումրին։ Մարզեր կան որտեղ, հա, բայց Գյումրին սիրո քաղաք է, Գյումրին ջերմության քաղաք է, ավանդույթների յոլու ադատի քաղաք է։ Իսկ ձեզ ինչ անենք, որ այդ եղածն էլ չկորի։ Տեսեք, ասում եք Գյումրիում դեռ կա եւ բազմակետ, այսինքն ուրեմն այսպիսի մի բան։ Տեսեք, նախկինում երբ մի թելով հեռախոս էր, կարող է թաղում մեկն ունենալ այդ հեռախոսը։ Ու թաղի բոլոր բնակիչներն օգտվում էին այդ հարևանի հեռախոսից։ Ոչ մեկը չէր զայրանում, ոչ մեկը չէր զլանում, նույնիսկ կեսգիշերին երբ զանգ էր լինում, հաջիկով գնում հարևանին կանչում ենք, թե եկեք հեռախոսի մոտ։ Այսօր մեծից փոքրից երկին կա հեռախոս։ Բայց շատ հարազատներ իրար չեն զանգում։ Ասում են լավ մի ժամից, լավ երեկոյան, լավ առավոտյան ու այդպես օրերը կուտակում են իրար վրա։ Անցնում է օրը, անցնում է ժամանակը եւ այդ ամենը տանում է սառեցման։ Ճիգյարը կպակսի մարդկանց միջից, իսկ քաղաքը Գյումրին ճիգյարի քաղաք է։ Այս սերիալները, այս հեռախոսները բոլորը հեռացրեցին մարդկանց։ Ձմեռային շրջանում մարդիկ հարազատներով, բարեկամներով, հարևաններով հավաքվում էին, լոտո էին խաղում։ Խաղ էր, զբաղմունք էր, բայց դա նաև ջերմություն էր։ Այդտեղ կարող էին իրար հետ կռվել, կարող էին բարիշել, հարամություն անել, ծիծաղի վերադել, անեկդոտներ պատմել։ Դրանք գեղեցիկ ավանդույթներ էին, որոնք հիմա վերացել են եւ հեռացրել են մարդկանց իրարից։ Թեգուզ մենք երբ հիշում ենք դպրոցական տարիները, այսպես քրքերի ուրեմն շփացած քրքեր չկային։ Մենք մի քրքի համար կարող էինք
հերթագրվել, թե երբ դու պիտի կարտաստաս ինձ կամ պիտի հավաքվեինք միասին կարտայինք։ Դրանք էլ էին ընկերության, մտերմության, ջերմության գրավականներ, որ մարդիկ իրար հետ կապվեին։ Այսօր ամեն մարդ ունի իր գիրկը, իր զբաղմունքը, նույնիսկ ընտանիքի անդամները բոլորը հեռախոսների մեջ են, իրար հետ չեն մոռացել են ընդհանուր սեղան նստելը, ամենակարևորը սեղանից էր սկսվում։ Երբ երեկոները արդեն մարդիկ աշխատանքից գալիս էին, տանտիկինը սեղանը պատրաստ սպասում էր տան թագավորին, տղամարդուն։ Տղամարդիկ իհարկե իմ շրջանում չէ, բայց մեզանից առաջ, երբ արդեն վերադառնում էին տուն, տղամարդիկ նույնիսկ գալիս են երկու ֆայտոնով։ Մեկի մեջ շախ, այսինքն գլխարն էին ուղարկում, որ տանեցիներն արդեն զգաստանային, որ գալիս է, իսկ երկրորդով գալիս էր ինքը, գալիս էր ծանրաբեռնված տղամարդը տուն էր գալիս։ Պիտի բոլորը միասին նստեին, ամեն մարդ ուներ իր տեղը։ Այսօր մենք չունենք ճաշի ժամ։ Չենք հավաքվում նույն ժամին սեղանի շուրջ։ Տղամարդիկ են փոխվել, տիկին Գիրաբյան, երջանկության չափանիշներն են փոխվել, երևի թե։ Ձեզ հետ համաձայն եմ, որ տղամարդիկ փոխվել են, բայց գիտեք, կուզենայի վերականգնված տեսնել բոլոր տղամարդկանց այդ ինքնասիրությունը, բնավորությունը, թեկուզ այդ խստությունը։ Գյումրեցի տղամարդիկ շատ խիստ են եղել իրենց կանանց նկատմամբ։ Ազատությունը կնոջ համար շատ լավ է, թող աշխատող լինեն, թող ստեղծարար լինեն, ստեղծագործ լինեն, բայց մնան կանացի, երբեք տղամարդուց առաջ չընկնեն։ Գիտեք, երկրաշարժից հետո ամեն ինչ փոխվեց։ Կորցրեցին աշխատելու հնարավորությունը տղամարդիկ, այսօր շատ քչերին է տրված։ Առավոտ տեղից բարձրանալով տղամարդը մտածում է, որտեղից պիտի փող հայտայտի, որտեղից պիտի հաց բերի զավակին։ Ես կուզենայի տղամարդու ինքնարժեք նորից բարձրանալ, հասնանալ այն պիկին, որտեղ եղել է հայ տղամարդը։ Տիկին Միրաբյան, շուտով կլինի 10 տարի, ինչ դուք ղեկավարում եք թանգարանը։ Կարինե Վիրաբյանի կյանքում ինչ փոխվեց այս 10 տարիների ընթացքում, երբ ամեն առավոտ եկել մտել է իսահակյանական աշխարհ, ամեն երեկո դուրս է եկել այս աշխարհից եւ հետո նորից այդպես 10 տարի։ Ինչ փոխվեց ձեր կյանքում։ Իմ կյանքում շատ բան փոխվեց։ Ես դարձա անչափ իսահակյանասեր առաջին հերթին։ Ապրում եմ Իսահակյանի պատգամներով։ Իսահակյանն ասում էր, որ կյանքում մարդուն տրված տարիքը դա բնության պարգև է։ Պիտի կարողանաս գնահատել այն։ Եվ պիտի մտածես այս աշխարհից ոչ թե բան տանելու, այլ աշխարհին բան թողնելու մասին։ Ես մտածում եմ, որ այս տարիների ընթացքում ինչ որ չափով մի փոքրիկ ոտնահետք, մի ձեռագիր թողել եմ այս թանգարանին։ Իմ հնարավորությունների, իմ աշխատանքձևի միջոցով։ Իսահակյանն ասում էր, որքան մարմնին առողջություն է պետք, այդքան հոգուն անհրաժեշտ է միտք։ Պիտի ամեն օր մտածես, թե այսօր ինչ կարող ես անել այս թանգարանի համար, այս մարդու կյանքը երկարացնելու համար, սերունդների մեջ ինչպես ներարկես այդ սերը, որ ինքը ճիշտ է, հավերժացած մարդ է, բայց ավելի երկարի նրա կյանքը, որ 150 տարի հետո նորից այսպիսի մի հաղորդաշար լինի, ու այն դառնա արդեն 300 տարեկան։ Տուն տանում եք այդ մտքերը, Տիկին Վիրաբյան, ձեր ընտանիքի անդամները վարակված են Իսահակյանով։ Ոչ միայն վարակված են, այլև ինձ ասում են դու ուրացել ես մեզ։ Այդպես։ Երես են տալիս։ Ամեն անգամ ինչ խոսքել որ լինի, մեջբերումները Իսահակյանական են, որ ասում են դու մեզ ուրացել ես, ես կարող եմ մի օր ճաշ չեպեմ, որտեղ ժամանակը չի ներել, գնամ արագ-արագ ինչ որ բանով մերոնց կերակրեմ, բայց ժամանակ էստեղ ավելի շատ եմ տրամադրում, ասեմ ձեզ։ Տիկին Վիրաբյան, երբ մենք յուրաքանչյուր նոր աշխատանքի գնում ենք, մարդ իր առջև ունենում է ինչ-որ ծրագրային կետեր, ունենում է նաև երազանքներ, ունենում է մեծ ցանկություններ, որ այստեղ իրագործեմ այս։
Կարինե Վիրաբյանը ինչպես է համարում ինքը իր երազանքները, այն ցանկությունները, որ դրել էր մուտք այստեղ թանգարան գործելուց, իրականացրել է, իրականացնում է, ընթացքում են, թե Իսահակյանի նման չեք դադարում երազել դեռ Չենք դադարում երազել, իրականում շատ երազելու բան ունենք, որովհետև թանգարան պահելը այդքան էլ հեշտ բան չէ։ Մենք պիտի կարողանանք այն լավ պահել, հնարավորինս օգտակար լինել այս մշակութային օջախին եւ կարողանանք շատ նորարարություններ անել։ Իհարկե պահպանելով հինը անպայման, բայց հետ չմնանք նորից։ Որովհետեւ կարողանանք այցելուներին ամեն անգամ մի նոր բան մատուցել։ Եթե այցելում կա ու տարբերություն չզգա, այլևս չի կա, ասի ես այդտեղ արդեն եղել եմ։ Մենք նաև այստեղ շատ լավ միջոցառումներ ենք անցկացնում։ Մենք դպրոցներ, որոնք գալիս են, թատերական խմբակներ ունեն, ցուցադրում են իրենց փոքրիկ բեմադրությունները։ Երկրող երեխաներ ունենք բոլոր միջոցառումներին, դրանք զարտանում են մեր թանգարանը։ Ինչպես նաև, ասեմ, գրքի շնորհանդեսներ ենք հաճախակի կազմակերպում։ Ունենում ենք բաց դասեր, դպրոցների հետ համագործակցելով շատ բաց դասեր ենք ունենում, որտեղ նաև մենք մեզ աշակերտ ենք զգում։ Եվ այս նոր տեխնոլոգիայով եւ նոր ուսուցիչների հետ նոր թեմաների մեջ մտնելով կարողանում ենք մենք ինքնակրթվել։ Կարինե Վիրաբյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Ես ամեն դեպքում կուզենամ, որ միշտ մնամ կանացի եւ կարողանամ իմ հոգու ջերմությամբ եւ իմ ընտանիքի համար լինեմ իմ տեղում եւ աշխատավայրում լինեմ իմ տեղում, կարողանամ ղեկավարել այս կառույցը այնպես, ինչպես կցանկանար վարպետը պահել իր տունը։ Իր մոր աչքերով, իր մոր սրտով ու ջերմությամբ։ Հայրենիքը ձեզ համար, Տիկին Վիրաբյան։ Հայրենիքն ինձ համար անփոխարինելի մի գանձ է։ Հնարավորություններ շատ եմ ունեցել հայրենիքը լքելու, առաջարկություններ եղել են արտերկրում ապրելու։ Պատկերացրեք, երկրաշարժից հետո հայրենիքն առավել է թանկացել ինձ համար։ Ես այնպիսի սրբություններ ունեմ։ Սիրելի Տիկին Վիրաբյան, ըստ հաղորդման ձևաչափի, հիմա ավարտին դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, եթե ոչ դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը ու ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Ես ոչ թե հարց կուզենամ տալ, այլ կուզենամ, որ ձեր նման մարդիկ, ձեր տեսակը շատանալ։ Տիկին Լոյզա ջան, շատ պատահական ենք հանդիպել, բայց այդ փոքրիկ հանդիպում ենք անմեծ հետք է թողել, որ ես միշտ հիշում եմ ձեզ սիրով եւ տեսնելով ձեր գործունեությունը, կցանկանամ ձեր այս գործընթացին երկար եթերներ, ունենաք գեղեցիկ հանդիպումներ, որքան հնարավոր է շատ մարդկանց կարողանաք բացահայտել, ծանոթացնեք, որ մեր երկրում կան այսպիսի մարդիկ, այսպիսի գործարարներ, այսպիսի կանայք, այսպիսի ստեղծագործողներ։ Ես անընդհատ հետևում եմ ձեր կատարած աշխատանքներին, հիանում եմ ձեզանով եւ որպես մարդ եւ որպես կազմակերպիչ։ Ուրախ եմ, որ ճանաչում եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Վիրաբյան, գիտեք, զրույցի ընթացքում ես էլ հիշեցի մեր առաջին հանդիպումը, դա 2017 թվականներ, 2016-ի վերջը երևի, երբ արդեն քառօրյա պատերազմն էր եղել եւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել էր Հարսանիք թիկունքում ներկայացումը։ Մենք այնտեղ ենք ծանոթացել, կարծես թե այդ ծանոթացանք, այնտեղ հանդիպեցինք։ Քառօրյա պատերազմից հետո թվում էր, թե կյանքը կանգնել է ժողովրդի համար եւ ամենամեծ դժբախտությունն է, մենք չգիտեինք, թե մեզ առջևում ինչեր է սպասվում։ Մենք չգիտեինք, որ պետք է ունենանք 20 թվական, բայց գիտեք ինչ եմ գնահատում ձեր մեջ, մենք այն ժամանակ էլ էինք կոտրված, միգուցե հիմա էլ ավելի, բայց
դուք իսկապես ամեն ինչ անում եք, որ մարդուն բերեք դեպի Իսահակյան։ Դուք եւ այն ժամանակ, եւ այս օրերին, գիտեք, որ օրինակ ես բազմիցս եղել եմ այս թանգարանում, բայց ամեն անգամ դուք ասում եք՝ արի Գյումրի, արի թանգարան, եւ ես ամեն անգամ հավատում եմ դրանից հետո, որ մեր մեծերը իսկապես անհատակ ժառանգություն են թողել, որ ամեն հայ երևի, որ իր կյանքի ընթացքում մի 1000 անգամ էլ գա այս թանգարան գնա, ինքը միշտ տանելու բան է ունենալու եւ ես շնորհակալ եմ ձեզ թանգարանի բոլոր աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր նպաստում են մեր կյանքում մշակութային կյանքի զարգացմանը, այս աշխատանքի համար, որովհետեւ հավատացեք, մենք իսկապես շատ գործ ունենք անելու։ Փոխվել է երիտասարդ մարդու ընկալումը երջանկության, գրականության, հայրենիքի եւ հայկական ավանդույթների վերաբերան, իսկ կան մարդիկ, որոնք իսկապես անկոտրում, առանց հոգնելու, առանց տրտնջալու, առանց ասելու սա երևի արդեն ոչ մեկին պետք չի, շարունակել գնալ առաջ եւ ես կարծում եմ, որ դուք այդ մարդկանցից մեկն եք։ Շնորհակալ եմ, որ այսօր ունեցանք այս զրույցի հնարավորություն։ Սիրով չափեցեք կյանքում ամեն բան, թող այն լինի ձեր չափման միավորը։ Սա Իսահակյանի պատգամն է, բայց կուզենամ նշել, որ դուք անկախ այս խոսքերից ապրում եք սիրով ու սեր տարածելով։ Եվ ամենակարևորը, ձեզանից ամենուր սեր է ճարակում, ջերմություն, ձեր յուրաքանչյուր հաղորդումից։ Ապրեք երկար, անպակար ժպիտով ու թող երազելու ցանկությունը ծնվի ամեն արևածագի հետ։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Վիրաբյան։ Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առջև, բայց զգացել եմ երերույքը ու Հռիփսիմեի տաճարը։ Ավետիք Իսահակյան։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։